քաղաք Հայաստանի համտարեց համբատանի ցավ տեսած բայց ցավ տանող հումորով սիրով միշտ արարող Մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելեց ավտոկայան Բանաբան թաղամաս, որտեղ ավանդույթի համաձայն հանդիպեց ջերմ ընդունելության։ Դիմելով ներկաներին Մարտուն Գրիգորյանը նշեց, որ տեղյակ է թաղամասի խնդիրներին, ինչպես նաև տեղյակ է, որ 36 տարի այդ խնդիրները, որոնք հիմնականում տնակներն ու անձրևաջրերն են, չեն լուծվել։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդն ասաց, որ մշտապես կարևորել է այս խնդիրներն ու բարձրաձայնել դրանց մասին։ Մարտուն Գրիգորյանը նաև մատնանշեց արկա մյուս հարցերը, որոնք են աշխատատեղերը, անօթևանությունն ու փողոցաշինությունը, շեշտելով, որ այս բոլոր խնդիրներին պետք է պարտադիր լուծումներ տրվեն։ Բնակարանների կնման վկայականների հետ կապված դուք հիշում եք այդ վկայականները, որ տրամադրվում էր մարդկանց, որպեսզի բնակարաններ կնեին։ Ես այն մարդն եմ եղել, ով որ դեմ է արտահայտվել այդ վկայականներին եւ պահանջել եմ ու բոլոր տեղերը առիթ չեմ բաց թողել, որ խոսեմ այս մասին, որ մեզ այդ վկայականները պետք չի, մեզ պետք է բնակարաններ կառուցելը։ Բնակարաններ կառուցեք, տվեք ժողովրդին, թե չէ այդ վկայականները, որ տրամադրում էին, մեկը պիտի իր բնակարանը ծախեր ժողովուրդ, որպեսզի մյուսը կներ։ Ով որ վաճառում է իր բնակարանը, հիմնականում այսօր այդ խնդրի մեջ ենք հայտնվել բոլորս։ Մարդիկ բնակարանները վաճառեցին, այն անօթևանները, որոնք որ ստացել էին այդ վկայականները, դրա հիման վրա գնեցին այդ բնակարանները, մարդիկ հիմնականում ով վաճառեց, արտաքաղթեց, գնաց երկրից, այդ վկայականները գնեցին բնակարանները, հետո այն մարդիկ, ովքեր որ դուրս գնացին, չհաջողեցին, հետ եկան, այդ մարդիկ դարձան պոտենցիալ անօթևաններ, բայց առանց կարգավիճակի։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդը տեղեկացրեց, որ սպորտ դպրոցի հետ կապված ունեն ծրագիր եւ քաղաքապետ ընտրվելու դեպքում կառուցելու է սպորտ դահլիճ, որպեսզի թաղամասի երեխաները փողոցից կտրվեն ու զբաղվեն սպորտով։ Պաշտոնական խոսքից հետո թաղամասի բնակիչներն ու Մարտուն Գրիգորյանը սկսեցին շփվել ավելի անմիջական ու ընկերական մթնոլորտում, ու ինչպես միշտ հանդիպման մասնակիցները մեր քաղաքը դաշինքի առաջնորդից բաժանվեցին հաղթանակի մաղթանքներով ու ապագայի հանդեպ հույսով։ Martu